այս հարցը ուզում sense դնեմ։ Դուք չեք կարծում, որ մի քիչ ներհայկական իրականությունից, որոնց ուզում եք բնութագրել, գաղ, սիրուն, վարդագույն, մի քիչ կտրված եք։ Ինչի՞, որովհետև ձեր տեքստերը ոնց որ Շվեյցարիայի մասին են։ Տնտեսություն, կրթություն, ժամացույցներ, դա ես ավելացրեցի։ Ձեր դեմ ազգային ազատագրական պայքար են մղելու։ Ձեր իմպերիայի մարմնավորմամբ։ Ինձ թվում է մենք ենք ազգային ազատագրական պայքար մղում, ու մեր շարժման յուրաքանչյուր անդամ համարում է սա իր կյանքի ամենակարևոր գործերից մեկը ազգային ազատագրական պայքար։ Ես չգիտեմ մեր դիմացի կողմը օպոնենտները գիտակցում են, թե ինչ process-ի գործիք են դարձել, թե համարում են թե ուղղակի խաղաղություն են իրենք բերում, բան են բերում։ Եթե դու զիջում ես, ոչ մեկ էլ քո հետ կոնֆլիկտի գնալու կարիք չունի։ Բայց եթե մշտապես ես զիջում, եթե համաձայնում ես ամեն ինչին, խնդիրը այն է, որ մեր երկրի ղեկավարը չունի այդ գործիքակազմը, որ բանակցությունների մեջ կարողանա ինչ որ ձև հավասարակշռել, քանի որ գոնե խաղաղություն ասում են, որ բերելու են, դուք ինչ եք բերելու։ Պատերազմ ինձ չի թվում, որ հայկական ժամանակի խմբագիրը ավելի լավ բանակցող է, քան հայկական ամենամեծ կառույցից, պետությունից հետո հայկական ամենամեծ կառույցի, որտեղ աշխատում է 40-ից 50 հազար մարդ, ղեկավարը։ Որպես բանակցող ես կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը փորձը իր ցույց է տվել հաջողությունը եւ արդյունավետությունը հարյուրավոր դեպքերում բիզնեսում ոչ միայն լինելով ազգությամբ հայ, լինելով մի ազգի ներկայացուցիչ, որը շատ տեղեր փոքրամասնություն է, նա հաջողությամբ շատ երկրներում գործարարությամբ է զբաղվել եւ պահպանել է իր խոսքի իրավունքը, իր գործելու անկախությունը։ Այսինքն երկրի ղեկավար Սամվել Կարապետյանն է դառնալու։ Երկրի գաղափարական ղեկավար մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանին։ Գաղափարական։ Այո, մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ կա կուսակցություն, կուսակցությունը ընտրվում է, կուսակցությունը առաջարկում է վարչապետի թեկնածու։ Երկրի գաղափարական ղեկավար մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանին։ Վարչապետ դուք։ Վարչապետի մասին դեռ ձեռնպա կմնանք խոսելու, բայց վստահեցնում ենք, որ վարչապետի թեկնածությունը մեր հասարակության կողմից կլինի բավականին ընդունելի։